Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել ռուսական կողմի հաղորդագրության համաձայն կողմերը քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։ Հայկական կողմի հաղորդագրությունում էլ նշվում է, որ զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով հանդիպման ձևաչափով։ Հայաստանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, այդ նպատակի իրագործումը կհանգեցնի արտաքին քաղաքականության հավասարակշռման գործընթացի ավարտին եւ նոր հնարավորություններ կստեղծի երկրի համար։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հրապարակված տեսանյութում։ Ըստ նրա, դա ոչ թե քմահաճույքի հարց է, այլ պարզապես մեզ հարկավոր է հարաբերություններ ունենալ բոլոր պետությունների հետ։ Երևանի ու Վաշինգտոնի միջև թրիփի գործարկման մասին պայմանագրի ստորագրումը չի նշանակում, թե հաղորդակցության ուղիները կսկսեն աշխատել հօգուտ Հայաստանի։ Տնտեսական օգուտների հասնելու համար Երևանին անհրաժեշտ է մասշտաբայնացնել այս նախագիծը, որպեսզի նաև չեզոքացվեն Իրանի արձագանքի հարցերը։ Ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա Թրամփի ուղի նախագծի իրականացումն առաջին հերթին ուժեղ քարոզչական քայլ է համարում ուղղված Հայաստանի եւ Իրանի միջև լարվածության ու անվստահության մթնոլորտի ստեղծմանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրեն թրիփի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը։ Մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26-ում նախագահական նստավայրի շենքի դիմաց, որից հետո նրանցից մեկն անժամկետ նստացույց է սկսել, պահանջելով ազատ արձակել արցախցի Արթուր Օսիպյանին։ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված, ապա կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Նրա փաստաբանը հայտնել էր, որ Օսիպյանը չի դադարեցնելու հացադուլը, մինչև իրեն փախած անվանելու իր արժանապատվությունը վիրավորելու համար Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի։ Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հունիսի 2-ից դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան եւ ձկնամթերքի հավաստագրումը։ Ռուսական կողմը հայկական միայն 2 ընկերության կթույլատրի արտադրանք արտահանել Ռուսաստան։ Այս հայտարարությունը տարածվել է ռուսական գործակալության մասնագետների կողմից Հայաստանի ձկան վերամշակման գործարաններում եւ իշխանի ֆերմաներում անցկացված ստուգումից հետո։ Նշվում է, թե ստուգման արդյունքները իբր անբավարար են եղել։ Իրանը չի ընդունի Միացյալ Նահանգների հետ հակամարտության կարգավորման որևէ համաձայնագիր, քանի դեռ չկա վստահություն, որ իրանցի ժողովրդի իրավունքները պաշտպանված են, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Թեհրանի կողմից գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Ըստ նրա, դիվանագիտական ճակատում գտնվողները բացարձակապես չեն վստահում թշնամու խոսքերին ու խոստումներին եւ իր պարտականությունների կատարումը սկսելուց առաջ Թեհրանը ցանկանում է իրական արդյունքներ տեսնել։